Շրոջան բարի լույս, այսօր հունվարի 19-ն ենք և շաբաթական վիդեոյի օրն է, եկեք հասկանանք, թե ինչ է սպասվում, ինչ է տեղի ունեցել և ինչ կարելի է անել այս շաբաթ։ Նախ և առաջ եկեք հիշենք, որ քանի դեռ այս դիմանց զոնան, մի քիչ ներքև, բիտքոյնը չի ջարդել, մենք դեպի վերև ենք դիտարկելու։ Եկեք հիշենք նաև այն փաստը, որ $106,800 սահմաններում ունենք մի հատ մեծ order block ու այս order block-ը պարտադիր կանգնեցնելու է աճը, հավանաբար երկարաժամկետ ենք խոսում, սա շաբաթական է, հավանաբար մենք մոտակա ժամանակներս բարձրանալու ենք մոտ մի 110,000-ի սահմաններում, իջնելու ենք մոտավորապես էլի այս զոնաները 90 քանի հազարի, որից հետո, եթե ամեն ինչ լավ ընթանա ըստ տրամաբանության, պետքա շարունակենք վերև բարձրանալ մինչև տարվա կեսերը, որովհետև ֆունդամենտալ տեսանկյունից սպասվում է լուրջ ու լիքը փոփոխություններ։ Բայց եկեք վերադառնանք մեր օրերը։ Ինչ է տեղի ունեցել։ Գրաֆիկական, տեխնիկական պատկերը ցույց է տալիս հետևյալը, որ նախորդ շաբաթ ունենք բարձրացող բավականին լավ կանաչ մոմ ու վերջի ժամվա ընթացքում մեկը որոշեց հարամի։ Ինչ նկատի ունեմ, որովհետև մոտավորապես տենց 95,000-ի սահմաններում էր ու ես ակնկալում էի մեր խմբում ներկայացնում էի, որ եթե հանկարծ այստեղ 95,000-ից վերև փակի, ապա հավանականությունը, որ շարունակելու է դեպի վերև բարձրանալ, շատ ավելի մեծ է ու վերջի պահին, տեսեք, ժամանոց գրաֆիկան, սա ժամը 2-ից 3-ն ընկած հատվածն է ու այստեղ ժամը 4-ին, այս բանը, օրը փոխվեց, շաբաթը փոխվեց, լավ, ժամը 4-ից սկսած փոխվում է ու այս եկքամոմը ինչ-որ մեկը անհամբեր դրած գիշերը սպասում էր, որ վերջի վայրկյանը լինի ու հարամի։ Իրականում հարամը ստացվել է, որովհետև եթե մենք այս մոմն ենք դիտարկում, մենք մինչև այստեղ ներքև իջել էր, հետո 95,000-ի սահմաններում տատանվում էր վերև, ներքև, մի խոսքով, ինչ-որ մեկը որոշեց էլի մի քար դնի շուկայի դիմաց, որ չաճի, նորմալ, բայց անկախ ամեն ինչից մենք ունենք այն ինչ ունենք։ Հիմա տեսեք, շաբաթականը, նորից եմ կրկնում, ինքը պրինցիպի միտվածություն ունի դեպի վերև բարձրանալու, չնայած ցանկալի էր, որ 95,000-ով փակեր, բայց հիմա, որ շարունակենք նայել, այստեղ ներքևը մենք ունենք շաբաթական order block մարմնով եմ հաշվում, թե չէ, եթե նենց ենք հաշվում, ընդհանուր ինքը արդեն իսկ order block-ի մեջ է։ Օրականով, որ նայում ենք, օրականով այստեղ շատ հետաքրքիր պատկեր կա, մի փոքր ներքև է 90,000, ուրեմն 91,000-ի սահմաններում, մինչև 90,000, այս մի $1,000 սահմաններում ունենք ինչ, ունենք նույնպես order block և միևնույն ժամանակ ունենք այստեղ trend line, այսենց որ անենք, որը որ order block-ի միջակայքում է։ Սա մեզ հուշում է, որ օրական տրենդով և այլն մենք բարձրացող տրենդի մեջ ենք, նաև կարող ենք ասել, որ այստեղ մենք real shift ենք ունեցել օրականով, քանի որ real shift ենք ունեցել, այս shift-ի վերաբերյալ մենք շաբաթ օրը հանդիպել էինք, նույնպես ներկայացրել եմ խմբին, թե ինչի մասն է խոսքը գնում և shift-ը մեզ հուշում է, որ մոտավորապես 91,500 դոլարի սահմաններում, սենց մի հատ գիծ դնենք, մենք պոտենցիալ reverse ենք ունենալու, այսինքն օրական գրաֆիկական պատկերից ելնելով, մենք գալու ենք մոտավորապես 91,500 ու բարձրանանք։ Իհարկե 500-ը կարա մի քիչ տատանվի, կախված թե ինչ ունենք այդ տարածքում։ Իսկ այս տարածքում ունենք շատ հետաքրքիր բան, որը որ իմ կարծիքով նույնիսկ արդեն հասել է և իր գործը արել է, բայց հաշվի առնելով, որ 6.5 նոր ռեալ տատանումները տեղի ունենում, դեռևս այսօր ժամանակ ունենք,
այստեղ այս հատվածում մենք 4 ժամանոց order block ունենք։ Այս order block-ը շատ լավն է ու համապատասխանում է նաև մեր shift-ի հատվածին։ Հետևաբար ինչ ենք ակնկալում, ինչ ենք սպասում, որ բացի այն, որ այստեղ արդեն իսկ մենք shift ունեցել ենք, այստեղ, այսենց, ու մեր մուտքը այս մեկ վայրկյան հստակ, մեր մուտքը մոտավորապես սենց ենք պատկերացնում, գա հասնի 92,500-ի սահմաններում, բարձրանա վերև։ Սա ամենառեալ տարբերակն է, որ ես դիտարկում եմ այսօր, որ 92.5-ի սահմաններում, եթե 6.5-ի հետ համընկավ, ապա բավականին լավ լոնգի հնարավորություն է մեզ ընձեռնվելու։ Հիմա, սա այսօրվա վերաբերյալ էր, ես կարծում եմ, որ այս շաբաթ բարձրացող շաբաթալներում չի բացառվում, որ նույնիսկ այսօր էլ բարձրացող լինի, անկախ ամենից մենք այս բոլոր լիկվիդացիաները այստեղ 96,800-ի սահմաններում լավ մաքրվել է, այսենց։ Հիմա իջել է ներքև, որպեսզի վառելիք ստանա այս զոնայից ու հավանականությունը, որ կբարձրանա, բավականին մեծ է։ Մի խոսքով, այս ամենը, ինչպես որ գիտեք, սովորացնում ենք մեր վճարովի դասընթացներին, որը որ արդեն իսկ նկարահանված է ու հասանելի է 24/7։ Եթե հետաքրքիր է, կապվեք ինձ հետ մանրամասների համար։ Ուրեմն Bitcoin-ը սենց։ Հիմա նորությունների հետ կապված։ Այս շաբաթ մենք ունենք մի քանի կարևոր նորություն։ Առաջինը չորեքշաբթի օրը Թրամփը խոսելու է, յուսի ինչ հեքիաթներ է նույնպես պատմելու, կապրենք, կտեսնենք ինչ հեքիաթներ է։ Հետո մեր հաջորդ նորությունը հինգշաբթի օրն է ժամը 5:30 եւ այն մյուս նորությունը լուրջ ուրբաթ օրն է 6:45։ Բոլորն էլ բավականին լուրջ բաներ են ու իրանց սպասելիքները եսիմինչ չի, իրականում շատ եսիմինչ մի մեծ սպասելիքներ կամ ակնկալիքներ մի ունեցեք, որովհետև առանձնապես տարբերություն չկա սպասվող։ Միգուցե տեղի ունենա շատ մեծ տարբերություն այդ ժամանակ հասկանանք, դա շատ հավանական է, բայց այս պայծրությամբ շատ եսիմինչ չենք սպասում։ Լավ, անցնենք առաջ։ Հիմա ինչ ենք անում, որն է մեր հաջորդ քայլը։ Մեր հաջորդ քայլը այն է, որ եթե ուզում եք երկարաժամկետ trade անեք, երկարաժամկետ ասածը մի քանի օր, ապա այս զոնաներում 90-ից 92,000-ը ինձ համար լավ trading-ային հնարավորություն է, իհարկե սա իմ կարծիքն է ու կարծում եմ, որ ես այդպես եմ անելու, սա ֆինանսական խորհրդատվություն չի, հետևաբար եթե ուզում եք գործարքներ անեք, դուք նույնպես հասկացեք, թե ինչ գործողություններ եք անելու։ Հիմա այս ամենը ասած, եկեք ձեզ ներկայացնեմ, թե ոնց է ընթանում մեր մնացած գործողությունները, որովհետև բավականին առաջընթաց կա եւ liquidity scan-ի վերաբերյալ այն ինչը որ ես ասում էի, super engulfing մի հատ pattern եմ գտել շուկայում, որը ոչ մեկ չի խոսում, ես սկսելու եմ խոսել ու շատ եմ խոսելու, ներկայացնելու եմ շատ հստակ framework-ը, հա, ոնց է աշխատում, որը որից հետո է լինում, դա հասանելի է լինելու ձեզ նույնպես, կասեմ ինչ ձևաչափով է հասանելի լինելու, երբ որ պատրաստ լինի, հուսով եմ այս շաբաթ կվերջացնեմ այդ մինի դասընթացները ու դուք նույնպես կկարողանաք օգտվեք, որովհետև իսկապես ինքը շատ լավ բան է, շատ լավ գաղափար է, եթե տեղյակ եք լիկվիդայնությունը ինչա, լիկվիդիտին ինչա, ստոպերը ինքը մաքրում է, նոր սկսում է շուկան հակառակ ուղղությամբ շարժվել կամ շարունակություն ունենում, կախված թե որ հատվածում է շուկայի գտնվում, այդ ամենը մենք խոսելու ենք շատ հետաքրքիր լինելու ու այդ liquidity scan-ը իրականում մեր կյանքը տասնապատիկ հեշտացնելու է, որովհետև մենք փոխարենը գնանք ման գանք եւ այլն, ինչ որ ժամանակ ծախսենք, գտնենք, սպասենք եւ այլն, այդ ծրագիրը ավտոմատ կերպով գտնելու է
նման setup-ները ու մենք կարողանալու ենք ուղղակի ստանանք այդ notification-ները ու դրա միջոցով գործարքներ բացել, փակել։ Իհարկե ինքն իրանով ոչինչ չի ներկայացնում, բայց երբ որ ընդհանուր կոնտեքստը հասկանում ենք ու հասկանում ենք, որ ունենք super engulfing, ունենք RSI, ենթադրենք 70 կամ 30 ու ունենք մի հատ order block կամ point of interest, այդ ժամանակ ինքը շատ լավ աշխատում։ Ավելի քան լավ աշխատում, երբ որ այս ամենին գումարում ենք նաև shift-ը, այն ինչը որ այս վերջերս եմ հաստացի բացահայտել ու իսկապես շատ ուժեղ է։ Եվ այսպես այսքանն էր այսօրվա համար, խնդրում եմ ձեզ, որ ուշադիր լինեք fake high-երից, որովհետև իրանք առաջարկում են ձեզ ինվեստիցիա, նույնիսկ այս վերջերս ում հետևից շուտով կհասնեն տեղ համապատասխան մարմինները իմ անունից առաջարկում էր օրական 20-ից 30% եկամտաբերություն եւ ես երաշխիք էի կանգնում, այսինքն ես երաշխավորում էի, որ այդ փողը չի կորելու եւ այլն, նենց համոզիչ են խոսում, որ մի պակես կթվա, որ վայ, ես ինչ լավ բան է։ Ես իրականում ոչ մեկին ոչ գրելու եմ, առավել եւս որևէ ինվեստիցիոնի ծրագրի մասին չեմ խոսելու, որ ինձ փող ուղարկեք, ես տասնապատկեմ 2-3 օրում ու ձեզ ուղարկեմ, այսինքն միանգամից դուք միլիոնատեր դառնաք, էլի անկախ ամեն ինչից, $1000 տալիս եք, $100,000 մի երկու շաբաթում կստանաք։ Նման բան գոյություն չունի, ես պատասխանատվություն չեմ կրելու, եթե որևէ մեկդ որոշեք ինչ-որ քայլեր անեք, որովհետև շատ հստակ ես սա ասում եմ, okay։ Ու բնականաբար գլխավոր խորհուրդս, եթե trading եք անում, միշտ stop loss օգտագործեք, միշտ։ Անկախ թե շուկան ինչքան իդեալական է թվում, որ հեսա վերև է բարձրանալու, հեսա ներքև է իջնելու եւ այլն, միշտ stop loss օգտագործեք։ Ամենակարևորն է, որպեսզի դուք կարողանաք ձեր կապիտալը պահպանեք։ Եթե stop loss չեք օգտագործում, եթե stop loss-ը տրամաբանորեն չեք օգտագործում, ձեր կապիտալը կարաք ոչնչացնեք ու առանց կապիտալի հիշեք, գործարք չեք կարող բացել, փող չեք կարող աշխատել։ Այսքանը, ձեզ լավ օր եմ մաղթում, կհանդիպենք շուտով, հաջողություն։